Արագածոտնի մարզում պատմամշակութային հուշարձանները ներկայացնելու համար տարիներ են անհրաժեշտ և դրանք անգամ հաշվառվածների դեպքում, իսկ որքան շատ են չհաշվառված հուշարձանները և այնպիսիք, որոնք այս հարուստ հողում դեռ կբացահայտվեն։ Բոլորովին վերջերս նման մի բացահայտում տեղի ունեցավ տարածաշրջանի գյուղերից մեկում։ Բաց երկնքի տակ այսօր Օհանավանին նորահայտ ժայռափոր դամբարանն է։ Հայաստանի Արագածոտնի մարզկենտրոն աշտարակից մոտավորապես 3 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ է տեղակայված Օհանավան գյուղը, որի հյուսիս-արևելյան հատվածում Քասախի կիրճում հայտնաբերվել է ժայռափոր դամբարանը, ուր ներկայում պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը պեղումներ է իրականացնում։ Գյուղի Սերկևիլի բնակավայրի անմիջապես դիմային հատվածում է գտնվում հուշարձանը, նորահայտ հուշարձան է, տարածքում կան այլ հուշարձաններ, որոնց որ սրբազան տարածք է, Սաղմոսավանք, Օհանավանք, Սերկևիլի վանք, Ժայռափոր Կարմիր վանքը Սուրբ Աստվածածին, ամբողջ քրիստոնեական աղոթատեղիներ, սրբավայրեր են։ Այս հուշարձանը եւ դամբարանը ունի խորան աղոթատեղի, երկուսը մեկում։ Առաջի փուլի ժամանակ իրավիճակներ, երկրորդ փուլը շարունակելուց արդեն այս հատվածում մենք բացեցինք մի սենյակ, սրահ, որտեղ կա օջախ, այսինքն ինքը նաև տնտեսական նշանակություն է ունեցել։ Եկեք սկզբից սկսենք։ Նախ ինչպես պատահեց, որ այս վայրում հայտնաբերվեց այս հուշարձանը։ Բնակիչներից մեկը ըստ իր երազի երազ էր տեսել։ Այդպես եմ ես իմացել, որից հետո եկել է աշխատանքներ կատարել, բացվել է։ Հետագայում տեղեկացնում են համապատասխան մարմիններին, մեզ գործողում են այստեղ, մենք արդեն հասել ենք այն ժամանակ, երբ որ եղել է այս իրավիճակը։ Մեր պեղումների աշխատանքները հիմնականը լինում է վերևից թափված հողերի հեռացում։ Դեռ անխաթար շերտերի մենք չենք հասել։ Բայց էլի նյութերը հելնում են, մենք ունենք կանթեղների լարերը, ջրաքամանները իրանք տվել են առանձին, մենք հետո գտել ենք այդ ջրաքամանները կախող լարերը պեղումների ժամանակ։ Խեցեղեններ, որոնք իրանք տվել են հետագայում մեր գտածների կարող են միանալ ամբողջական սափորներ դառնալ, ափսեներ եւ այլն։ Մենք ամենասկզբից սկսել ենք աշխատանքները առաջի կառույցի եզրերը մաքրել, որպեսզի ներքև աշխատելուց վերևից հողերը չթափվեն ներս, հետո մեջից քարահողային լիցքը հեռացնել։ Դրանից հետո մենք մաքրել ենք, այնտեղ խրամատ է բացվել եւ մեջի խցերից մեկում կան երկու թաղում։ Դա մարդաբան Հասմիկ Սիմոնյանի կողմից կատարած պեղումներով ոսկորները մասնագետի կողմից վերցվեցին եւ ուղարկվեցին լաբորատորիա հետագա ուսումնասիրությունների։ Նախնական վարկածով տղամարդիկ են եղել, բայց ոսկորները ամբողջական չեն։ Երկրորդ կառույցը բացելուց երկրորդ տեղամասի սրահի մեջ կա նաև օջախ, վառարան է եղել։ Այսինքն նաև բնակատեղի է եղել։ Ես չեմ ուզում շտապել, կարծիքներ հիմա ասել, քանի որ պեղումները շարունակվում են, հետագա ինֆորմացիաները կկապենք իրար, նոր արդեն հստակ պատկեր կստանանք։ Իշտել եմ մի քիչ բարդ, սողանքային վիճակ է։ Այս կառույցները երկրորդ փուլի ժամանակ է բացվել, մինչև մեր բացելը կրկին տարածքի տերերը իրանք տեսած են եղել կառույցը, իրանք տեսնելուց հետո քարաթափումը վերևից սողանքներ են տեղի ունեցել ու մուտքը փակվել էր։ Երկրորդ անգամ մենք վերաբացել ենք։ Իրանք մեզ ասել էին, որ օջախ կար, մենք վերաբացելուց հետո այդ օջախը կրկին տեսանք, սողանքների հետևանքով չէր վնասվել, անխաթար վիճակում է գտնվում, որը այս հատվածում է մուտքի դիմաց։ Նախկինում ծածկված է եղել, մինչև մեր գտելը, մենք կրկին պեղումներից հետո ծածկել ենք, քանի որ քարաթափումներ են լինում, սողանքներ են լինում, իրան որպես պաշտպանիչ շերտ։ Հիսուն սանտիմետր խորությամբ փոքրիկ վառարան է ինքը։ Կարծես թե ճգնավորի փոքրիկ խուց լինի։ Հավանաբար, ինքը շատ համեստ կառույց է եղել, մինիմալիստական ոճի, պարզունակ։ Թոնիրի մեջից, օջախի մեջից դուրս են եկել կոտրատված խեցու բեկորներ։ Ու հավանաբար բեկորները ամբողջական կդառնան, կստանանք մենք իր նախկին տեսքը։ Կա տարածքում կասկածելի լիցք, այս դիմացը ամբողջը
ժայռաբեկորներով ծածկված է, ու մենք չգիտենք քարաթափման հետևանքով է ծածկված, թե մարդու կողմից է ծածկված։ Քանի որ քարաթափման միջոցով լիներ, ինքը ամբողջությամբ քարերը մխրշված կլինեն ներսը։ Ինքը շատ կոպտատաշ վիճակով շարված է, կիկլոպյան շարվածքի նման։ Ու հետագայում բացելուց հնարավոր է այլ սրահներ էլ շարունակություն ունենան։ Դա կարծիք։ Այս հատվածներում կան երկու խորշիկներ, որոնք հավանաբար ավելի մեծ են եղել, կարծում եմ։ Պեղումները եթե շարունակենք, մենք արդեն ավելի լավ կարողանանք կարդալ, հստակ կարծիք կկազմենք։ Մենք նաև չգիտենք որտեղ է ավարտվում իր հատակը, հողահեռացումից հետո դրանք բարձ կլինեն։ Մինչև մեր պեղումները տեխնիկայի միջոցով եղել են մեծ քարերի հեռացում եւ այլն։ Բարձրությունը այս հուշարձանի հենց առներից հետ է եղել, մոտ 30 մետր բարձրությամբ։ Ծածկի տակ է եղել։ Նրանք տեխնիկայի միջոցով են հեռացել, ու կարծում եմ նմանատիպ տեխնիկա նաև հնարավոր է կրկին բերել այս մեծ ժայռաբեկորները հեռացնելու համար։ Պեղումների սկիզբը եղել է եզրագծերով ամբողջ հողը հեռացրել ենք, որպեսզի ներքևի աշխատողների վրա չլցվի, նաև հուշարձանը չվնասվի։ Դրանից հետո սկսել ենք հատակին թափված հողահեռացման աշխատանքները։ Հողը քարային եւ այլն, նաև ունենք տուֆի փշրանքներ, իրանց մեջ արկային խեցեղենի բեկորներ բավականին շատ, բայց ոչ ամբողջական վիճակում։ Գրեթե բոլորը կոտրատված են եղել։ Ճրակամաններ, սափորներ, այն մի խցի մեջ գտնում են դամբարանները հանգուցյալների երկուսը, մի խուց այս հատվածում, հավանաբար ճգնավորի խուց կամ այլ տեղ գնացող ճանապարհ հավանաբար այն մյուս կառույցը, որովհետև իր մեջից էլի մուտքերի հետքեր կան, որը շարունակվում է։ Այն մասում գտնվում է խորանը, Սուրբ Սեղանը, մուտքի ձախակողմյա հատվածում գտնվել է քարակոմ կոթողի պատվանդան, որը տեղափոխվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա։ Այս հատվածում պեղումները կիսատ ենք թողել, քանի որ ինքը վթարային վիճակում է գտնվում։ Հիմնական աշխատանքները կատարվել են այս բաց սրահում։ Ես այս սրահի մոտ տեսնում եմ քարերի վրա խաչերը, դա արդեն մեր ժամանակահատվածում արված խաչեր են։ Հենց խաչերն են մեզ օգնում եւ խեցեղենի բեկորները թվագրությունը որոշելու համար նախնական։ Եվ 5-ից 7-րդ տարերի բնորոշ խաչեր են։ Սա խորանն է, Սուրբ Սեղանը։ Եզրերը վնասված են, չեն կարողացել ինչ նախշեր են ունեցել, բայց եթե նկատում եք, նախշազարդ եղել ինքը նաև կողքերը։ Զգացվում է։ Նաև խաչապատկերներ ունենք այս հատվածում։ Փաստորեն սրանք նախնական վիճակում հենց այսպես գտել եք։ Այսինքն խաչապատկերները մեր գալը արդեն գտել են տարածքի տերերը։ Մենք եկել տեսել ենք այս վիճակում եւ փորձել ենք ինչ-որ ձևի փրկարարական աշխատանքներ կատարել։ Մենք ունենք, տեսեք ինչ գեղեցիկ զարդարվածություններ, բարավոր, օթանցք։ Մեկ խաչ ունենք խցի ներսում, արևելյան պատին, եւ ճանապարհը գալիս է խրամատի նման, այս հատվածում վերջանում է։ Թե այստեղից ուր է գնացել, դա շարունակական պեղումները ցույց կտան, քանի որ ինքը վթարային է, եթե մենք պեղումներ իրականացնենք, կփլվի, այստեղի քարի տեսակը շատ փափուկ է ինքը։ Փխրուն են։ Փխրուն փափուկ քարեր են, հեշտ քանդակվող, նաեւ հեշտ կոտրվող ցավոք։ Հուշարձանը այլ վտանգների էլ է սպասում, նաեւ վերևից հնարավոր է քարաթափումներ լինել։ Ու քանի որ փխշուն են պատերը, անձրևների եւ այլ տարրերների հետևանքով կարող են սրանք էլ վնասվեն։ Ինքը ունի կոնսերվացիայի կարիք։ Տեսեք, արև անձրև է գալիս այս պահին։ Չի բացառվում, որ վտանգ կա, չէ՞, որոշակիորեն քարաթափման։ Շատ է եղել։ Շատ։ Նաեւ մենք որ աշխատանքներ են կատարել, սրանք լանջից են փոխվել եկել։ Փառք Աստծո, մարդ չի վնասվել։ Հիմա կատարում ենք փրկարարական աշխատանքներ, փրկարարական պեղումներ այն հատվածում, ինչքան որ բաց է։ Հետագա պեղումները կարող է տարիներով ձգվել։ Կարող է ամբողջ կիրճի երկարանքով լինի։ Կարող է այսքանով վերջանա։ Տարածքում կան նաև այլ խաչքարի բեկորներ, անմիջապես դիմացը գետի մեջ, մեծ ժայռի վրա, որը եւ խաչապատկերը եւ կոթողի պատվանդանի փոսիկը կա քարակուսի, քարակոմ կոթողի
պատվանդան է եղել ինքը։ Ամբողջը մշակութային տարածք է ինքը, լանդշաֆտ է։ Սիրով ենք աշխատում, քանի որ ինքը բացառիկ նշանակություն ունեցող եզակի հուշարձան է ու մենք հոբիի նման աննկարագրելի սիրով գալիս ենք, սիրով աշխատում ենք, նաև եթե եղանակները չեն խանգարում, մենք չենք ուզում գնալ։ Այդպիսի տպավորություններ են։ Մենք միշտ սպասելիքներ ունենք, հենց մի բան անում ենք, հեսա մի խաչ էլ կարող է գտնենք, մի բեկոր էլ կարող է գտնենք։ Այսպեսի միշտ սպասելիքներով աշխատում ենք։ Շատ վտանգավոր պայմաններում եք աշխատում, որովհետև քարաթափման վտանգը ամեն վայրկյան կա։ Մհեր, ինչպես եք իրականացնում աշխատանքները։ Քարաթափում, օձեր, թունավոր, շոկ, կարկուտ, անձրև, կայծակ։ Մեր համար սովորական է դա։ Հնագետի համար սովորել ենք։ Երբ հողը բացվում է, հնագետն այլևս ոչինչ չի նայում, սկսում է աշխատել։ Պետք է սիրով մոտենալ։ Պեղումները իրականացրել ենք Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ միասին համատեղ։ Նյութերը գտնվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, որոնք որ դուրս են եկել պեղումների ժամանակ։ Իսկ մինչ պեղումները տարածքի տերերը, երբ որ գտածոներ են ունեցել, հանձնել են հուշարձանների պահպանության բուհակին։ Իրանց մոտ են գտնվում։ Այսինքն մենք ունենք երկու նյութեր, որոնք հետագայում պետք է ամբողջանան։ Պետք է մեկտեղվեն, որպեսզի ուսումնասիրություններն ամբողջական լինեն։ Արշավախումբը մեծ է։ Կախված տեղանքից, չէ, փոքր արշավախումբ է։ Հնագետ առաջի փուլում եղել ենք 2 հոգի, մեկը դե ասացի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից Դիանա Միրիջանյանն է եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից ես եմ, նաեւ արշավախմբի ղեկավար որպես։ Բանվորական կազմը տատանվում է այս տեղանքից։ 4 հոգի, 5 հոգի, 2 հոգի, որովհետև տեղեր կան, որ եթե շատ մարդիկ գան, իրար կխանգարեն գործ անելուց։ Հասկանալի է։ Ճանապարհը թույլ չի տալիս, վտանգը մյուս կողմից։ Եվ ահա այսպիսի հուշարձան։ Հրաշալի հուշարձան, հրաշալի վայրում։ Քասախի կիրճը հայտնի է բազմաթիվ հուշարձաններով։ Բառ օրինակներից է նաև վերջերս հայտնաբերված Վիմափոր դամբարանը։ Դեռ դպրոցական տարիներից այս տարածքը ինձ հայտնի էր, միշտ հետաքրքրում էր մի ժառակտոր, ժառաբեկոր, այ ժառաբեկորը ճանապարհի եզրին ընկած, որին գյուղացիները ասում էին մեխված ժառ, որտեղ ժառի մեջ մի քանի մեխեր են ամրացված, խփած։ Երբ որ բացվեց նորահայտ այս Վիմափոր դամբարանը, քանի որ նրա դիմացի մասում է գտնվում, արդեն շատ հետաքրքրեց այս ժառաբեկորը, գուցե կապված է այս Վիմափոր դամբարանի հետ, գուցե գաղտնագիր է ինչ-որ ձևով, քանի որ այս դամբարանը ամբողջովին ծածկված եղել հողային հաստ լիցքով։ Եվ այդ առումով անչափ հետաքրքիր է այդ ժառաբեկորը, որը առանցին ուսումնասիրման ենթակա է։ Անձամբ չեմ տեսել, բայց հպարտացա, որ Հանավանում նման տեղ կա ու շատ հաճելի էր, որ գտնվել են մարդիկ, որոնք խորացել են, փորձել են ուսումնասիրել, ինչու՞ չէ, հպարտանալու առիթ ունենք, որ գյուղի հինավուրց լինելու գաղտնիքները բացահայտվել են։ Եկեղեցու մոտով իջնում ես այդ դամբարանի մոտը։ Մի հատ տղա ինչ որ Մարատ էր անունը, ինքը մի տարուց ավել քանդել էր, հայտնաբերել էր այդ դամբարանը։ Հետո տեսել էր, որ հնության կուշ, կուլակա, զանգահարել էր այդ հնության մարդկանց, իրանք եկան։ Հիմա աշխատանքները տարվում ատեի։ Հետաքրքիր է նաև տուրիստների համար, որ գան, տեսնեն շատ հետաքրքիր վայրեր։ Դե զարմանալու էր, էդի ով գիտեր այդտեղը տես բան, բայց թթանց ալքինք բացիկ շատ մեծ, հին, հնավայր, հնա բաները չեն որոշեցի, որ դարի է, որ թվի է։
Ինչ արդյունք կգրանցվի պեղումների եւ ուսումնասիրությունների ավարտից հետո դեռ վաղ է ասել։ Հսկայական աշխատանք կա իրականացնելու, ինչն էլ արշավախմբի անդամները նվիրվածությամբ անում են։ Ու արդեն նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստանալուց հետո, երբ այն հնարավոր կլինի ներկայացնել լայն հանրությանը, այստեղ հաստատապես կլինի զբոսաշրջային եւս մեկ հետաքրքիր ու ներկայացուցչական վայր։ Բաց երկնքի տակ Օհանավանի նորահայտ ժայռափոր դամբարաններ։